Բարև ձեզ հարգելի բարեկամներ եւ բարի գալուստ մեր YouTube-յան ալիք, որը կոչվում է Աստվածաշունչը եւ մեր ապագան։ Այսօր եթերում մեր հերթական թողարկումն է։ Այսօրվա զրույցը նվիրվում է մեր փրկությանը։ Այսօրվա զրույցի իմաստը նա է՝ արդյոք մենք փրկված ենք թե ոչ։ Մյուս մասն է նվիրված է նրան, թե արդյոք մենք ունենք հոգևոր աճ թե ոչ։ Արդյոք մենք մնացել ենք նույն կետի վրա, թե աճում ենք, բարձրանում ենք։ Այս բոլոր հարցերին այսօր կպատասխանի մեր կողմից շատ սիրված, շատ հարգված Ղևոնդ վարդապետը։ Աստված օգնական Հայր Սուրբ ջան։ Աստված պահապան Արտուր։ Հայր Սուրբ ջան, շնորհակալ եմ, որ համաձայնվեցիք այս ծանր թեմայի շուրջ զրուցենք, քանի որ այս թեման շատ է բոլորիս տանջում եւ ուզում ենք հասկանալ արդյոք դա այդպես է թե ոչ։ Կուզենայի, որպեսզի այսօր սկսենք մեր այսօրվա զրույցը, արդյոք մենք ունենք աճ մեր հոգևոր կյանքում, կամ եթե չունենք, ինչպես անենք, որպեսզի այդ աճը ունենանք մեր հոգևոր կյանքում եւ ճշմարիտ ու ուղղափառ ճանապարհով քայլենք դեպի մեր Փրկիչը։ Արտուր ջան, շնորհակալություն քեզ։ Միշտ դες հետաքրիր նյութեր ես գտնում, հարցեր ես մեջտեղ բերում, որ խոսենք, որը կարևոր է բոլորիս համար։ Դե հոգևոր աճի մասին խոսելը գիտես ինչքանով է կարևոր, դա մի բնական ընթացք է, այսինքն պետք է լինի բնական ընթացք, ինչպես պարզ երեխան ծնվում է եւ ծնողները սնում են, կերցնում են, հա, մեծ եւ երեխան բնական իր բնության Աստծուց դրած մարդը սկսում է աճել, մեծանալ։ Բայց երբ որ տեսնում ենք մեկը տես փոքր է մնում տարիների ընթացքում, դա հիվանդություն է։ Ես մի օրինակ եմ բերում, ավազի մեջ երեխաները խաղում են, տնակ են սարքում, չէ՞, սենց տնակներ ավազից ուրախանում են, ծիծաղում, խաղում են, եթե մեկը քանդի, նեղվում, լացում են, դա նորմալ է, մեծն էլ կարա գա մեկ-մեկ նստի երեխայի հետ խաղա։ Բայց երբ որ տեսնում ես այդ ավազի մեջ հասուն մի մարդ է նստած խաղում, եւ սենց զարմացած նայում ես կամ այս մարդը դեռ այսինքն չի աճել, չի զարգացել։ Նույնն էլ հոգևոր կյանքի, մեր կյանքի մեջ քրիստոնյան պետք է աճի։ Ինչպես օրինակ Պողոս առաքյալը Փիլիփեցիների ուղված նամակում առաջի գլուխ 9-րդ համարի մեջ հետևյալն է ասում. Իմ աղոթքն է, որ ձեր սերն ավելի աճի Աստված գիտությամբ եւ կատարյալ դատողությամբ, որպեսզի կարողանանք ընտրել լավը եւ Քրիստոսն իր գալստյան օրը մեզ մաքուր եւ անբասիր գտնի։ Ու դուք Հիսուս Քրիստոսի միջոցով արդար գործերով հարստացած պատճառ լինեք, որ Աստված փառավորվի եւ գովաբանվի։ Այսինքն Պողոսը ասում է, որ աղոթում է, որ այդ Աստված գիտության եւ կատարյալ դիտողության մեջ աճենք, որովհետեւ Քրիստոսի գալստյան ժամանակ պատրաստ լինենք։ Հակառակ պարագայում եթե չաճենք, չմեծանանք, մենք չենք արժանանալու Քրիստոսի գալստյանը։ Օրինակ աճի մեջ նաեւ Գրիգոր Տաթևացին մի հետաքրքիր բան ունի, ինքը խրատում է ասելով, որ սիրեք, պետք է սիրել Աստծուն առաջինը, չէ՞, պատվիրան կա, ու ինքը այսպես է ասում, սերը նախ արտահայտվում է որպես ստրկային, այսինքն ստրուկի հոգեբանություն, որը վախենում է ինչ-որ մի բան անի, որ չպատժվի, քրիստոնյային նկատի ունի, ասում այդ սերը ստրկային սեր է։ Մարդ, որ ինքը մի բան անելուց մտածում է, որ Աստված ինձ պատժի, կամ հակառակը անեմ կպատժի, եթե չանեմ, այս լավ բանը նորից կարա պատժի, ու ինքը միշտ այդ մարդը հավատացյալը իրան այսպես է տեսնում, դիտում հաջողությունները, երբ որ իր գործը լավ ստացվում է, ուրեմն ճիշտ է, Աստված չպատժեր, ուրեմն ճիշտ եմ արել, որ չեմ արել կամ արել։ Հետո այդ մարդը մեծանում է, Տաթևացին ասում է, հետո գալիս է վարձկանի սերը, որը ասում է մարդ քրիստոնյան ինքը փորձում է մի բան անի,
Այսինքն առևտրի պես է դառնում, էլի, ես այս բանը անեմ, Տեր Աստված, այս պատվիրանները կպահեմ, դու էլ ինձ այս բանը տու։ Այդ ակնկալություն ունի, այսինքն ես այսքան աղոթում եմ, դու էլ Աստված, դու էլ այս բաները տուր։ Սա Տաթևացին ասում է վարձկանի սերը, հետո գալիս է որդիական սեր, որը սիրում է, որովհետև չի կարա չսիրի իր ծնողին, Աստծուն, հա, սենց ասենք, ու ինքը եթե մի բան անում է կամ մի բան չի անում, դա ոչ թե վախից է կամ ակնկալություն ունենալուց, այ ինքը այդ ամեն ինչի համար որտեվ սիրում է հորը, ինքը չի ուզում իր հորը վշտացնի, ցավ պատճառի։ Սա այդ հոգևոր աճն է։ Ու Տաթևացին ասում է, լավ, ասում է, որ սերով ուզում եք, սիրով ուզում եք, Աստծուն սիրեք, վարձկանի, ստրուկի, թե որդիական, բայց կարևորը դա այդ աճն է։ Հետո մի ուրիշ տեղ էլ Տաթևացին ինքը հաղորդության մասին է խոսում, կարծեմ մենք խոսել ենք դրա մասին, ասել էի, կարծեմ, բայց հիշեցնեմ, որ հաղորդություն ստանալուց շատերը չեն հաղորդվում ու Տաթևացին սենց հարց ու պատասխանի ձևով բացահայտում է մեզ, ասում է ինչու չես հաղորդվում։ Դիմացինը պատասխանում է շուն եմ, մեղավոր եմ, անարժան եմ, այնտեղ շեշտում է շուն եմ, Տաթևացին ասում է լավ է որ շուն ես, քեզ զգում, բայց ինչու չես դառնում որդի, ինչու ես շուն մնում։ Սա շատ կարևոր է ու գիտես Սատանան էլ Արտուր նենց է անում մարդկանց մեջ, որ այդ աճը, այդ մարդիկ ձևով չունենան, այսինքն միշտ մարդը տեսնի ինքը, գիտես, տարբեր ձևերով է մոտենում, օրինակ, դու անարժան ես։ Այն մոտ շատ է լինում բաներ, որ ես ասում եմ, ես անարժան եմ, ես չեմ ուզում այս բան անեմ։ Հենց չարի բանա, որ ինքը չի թողնում, որ դու աճես։ Նայ Տերը ինքն է մեզ քաջալերում, որ մենք աճենք, զարգանանք։ Օրինակ, չէ՞, այդ բանն է բերում։ Մի մարդ ասում է, իր ծառաներին կանչում է եւ տաղանդներ է բաժանում։ Տաղանդ էդի դրամական մի հատկանիշ է, արծաթի ինչ որտեղ կշիռք է, որը քանի կիլո արծաթ է։ Մի տաղանդը չեմ հիշում քանի կիլո արծաթ է, մեկին 1 տաղանդ է տալիս, մեր իմացած այն տաղանդները չի, դրա մասին չխոսենք։ Ուրեմն մեկին 1 է տալիս, մեկին 2, մեկին 5։ Ու այն հույսով որ տվել եմ ձեզ, գնացեք գործի մեջ դրեք, աճեք, զարգացեք այն ինչ որ ձեզ տրված է։ Եվ մարդ պատմությունը հիշում ենք, երկուսը տանում գործի մեջ են դնում, այն 2 է բերում, 5-ը դնում 10 է բերում, կարծեմ, իսկ այն մեկը տանում թաղում է։ Այո, տանում թաղում է։ Այդ հողը որ կա, որ թաղել է, դա ծուլության, վախի, քո ասածն էլ ավելացնենք, այդ անարժան լինելու բանն է։ Եթե Տերը քեզ շնորհ է տվել, ինչու ես դու ասում ես անարժան եմ։ Օրինակ, որ դու ասեցիր մի բան անելուց առաջ մտածում եմ անարժան եմ, չէ՞։ Եթե Տերը քեզ տվել է դա, դու ինչու ես համարում, սա այստեղ խոնարհություն չի, սա հպարտությունն է, սա մեծամտությունն է այդտեղ քողարկված։ Ինձ տենց է թվում։ Ես հիմա քեզի բան չեմ ասում, ես շատերս ենք տենց բաների մեջ, տեսնում ես մարդիկ ինչ որ բանի կարող են, ասում ես գնալად ես անարժան եմ, մեղավոր եմ, ես եմ, դա ծուլության միգուցե ծուլություն կարող է լինի, հիմա քո պարագան չեմ ասում, ընդհանուր եմ ես խոսում, որ կարող է ծուլություն ունի, որը քողարկված է այս կեղծ խոնարհությամբ։ Կարող է լինի վախի, որտեղ ասում է, եթե ես գնամ գործի մեջ դնեմ, չհաջողեմ, չստացվի, բա որ մեղ գործեմ, բա որ սենց էլի, քողարկում է էլի ես անարժան եմ, ես մեղավոր եմ, եւ մյուսն էլ ինքը այնքան է դնենց մեկնա, որ իրան բանատեղ է, դենս մա քո երազած տաղու տեղն ես դնում, դու ես անարժան եմ, բան։ Դրա համար եմ ասում, էլի, եթե Տերը քեզ վստահել է մի բան տվել է, ստեղ հարցը այն չի, որքանն է քանակը, այն է, որ տվել է, քեզ վստահել է եւ ասել է գնա դիր։ Եթե նույնիսկ կորցնես, նույնիսկ չստացվի, ձախողվես, ես Տեր եմ։ Ինչու ենք Տիրոջը Տեր ասում։
Չէ, ինքը Տեր է, ինքը մեր ամեն ինչի մեր համար Տեր է կանգնում, հասկանում ես։ Ուստեղ եթե ես հավատքով այդ քայլը անում եմ, եթե նույնիսկ չստացվի, չարի պատճառով իմ օրինակ տգիտության կամ ինչ որ սխալի պատճառով կամ եւ այլն, հա, փորձությունա, որը չդիմանան բան, բայց ինքը Տեր է կանգնում, ինձ չի թողնելու որ ես ամոթով մնամ, որտեվ ես իրան ապավինեցի։ Դրա համար այս բանը, որ ես արժանի չեմ, մեղավոր եմ, բան, այսի գիտես, սխալ վիճակ է այդ հավատացյալների մեջ, մեր մեջ ներմուծված է, որ նորից եմ ասում, էլի հիմնական ծուլությունն է քողարկվում, կամ էլ այնքան խորը, շատ քողարկված հպարտություն կա մեջը։ Մարդիկ էլ կասում են, դե ես չեմ անում, որտեվ կարող է հպարտության մեջ ընկնեմ։ Ու դու տեսնում ես, մարդը չի աճում։ Ինքը այդ աճը չի ունենում, ինքը ինչ ասում Պողոսը, չէ, ասում է ու դուք Հիսուս Քրիստոսի միջոցով արդար գործերով հարստացած, հա, պատճառ լինեք, որ Աստված փառավորվի եւ գոհաբանվի։ Եթե դու նստում մտածում ես ես այս գործը անեմ, բա որ հպարտության մեջ, դու արդեն այդ հպարտությունից ես դու խոսում, որովհետև Տերը որ ասում է Պողոսը, որ քո գործերով ասում է հարստացած այդ քո գործերով, որ Տերը փառաբանվի։ Նայենք Պետրոս առաքյալը ինչ է ասում, երկրորդ թղթի 3-րդ գլուխ 17-18 համարներում։ Ուստի դուք սիրելիներ, սկզբից այս բաներ իմանալով զգույշ եղեք, որ չլինի թե անբարո մարդկանց մոլորությանը հետևեք եւ կորցնեք ձեր վստահությունը։ Վստահությունում հանդեպ առ Աստված, չէ՞։ Այլ աճեցեք մեր Տիրոջ եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտությամբ։ Նրան փառք թե այժմ եւ թե հավիտենական օրը ամեն։ Ամեն։ Չլինի որ խափեն ձեզի, այսինքն մոլորեցնեն, ով կարա մոլորեցնել, ասես կեղծ սուտ բաներով, դու արժանի չես, մեղավոր ես, դու չես կարա։ Սա կեղծ բան է, որ դու վստահությունը առ Աստված կորցնես։ Ասում է, որ զարգանաք, նորից ասեմ, էլի, շնորհով, որ աճեք, շնորհով եւ գիտությամբ։ Դրա համար քրիստոնյան պետք է գիտություն ունենա, նստի ուսումնասիրի, կարդա, որ աճի։ Պողոս առաքյալը Հռոմեացիների թղթի մեջ ինչ ասում, հավատքը Աստծո խոսքը լսելուց է։ Աղոթելուց, պահք պահելուց հավատքը չի շատանա։ Ճգնելուց, գեդինը քնելուց, ուխտագնացություններ անելով, կամ որ գնում են ուխտա, ես մեղավոր, անարժան, ողբալ լացելով, դու հավատքը չի շատանա։ Հավատքը ես չեմ ասում, որ ասեք հայր Ղևոնդը այնտեղ բանա դուրս տալ։ Պողոս առաքյալը ասում է հավատքը Աստծո խոսք լսելուց է։ Իսկ Աստծո խոսքը ո՞նց ենք լսում։ Այսօր փառք Աստծո կարող ենք կարդալ։ Այդ այն ժամանակ էր, որ խոսում էին, լսող էին, պետք չէ։ Դրա համար պատարագի ժամանակ ասում ենք ասե Աստված, չէ, ասե Աստված, մենք պատրաստ ենք լսելու։ Բայց այսօր փառք Աստծո տուն չկա, երևի նամանտ քրիստոնյաները, որ ձեռքը տունը նոր կտակարան չունենա, Աստվածաշունչ նույնիսկ այս հեռախոսների մեջ կա, էլի, որ ավելի հեշտ շուտ եւ բացեն կարդան, բայց մարդիկ չէ, լսում են ուրիշ, նորից կրկնեմ, ուստի դուք սիրելիներ սկիզբից այս բաները իմանալով զգույշ եղեք, որ չլինի թե անբարո մարդկանց մոլորությանը հետևեք եւ կորցնեք ձեր վստահությունը։ Այսինքն մարդիկ, որոնք ու Տերն էլ ասում Մատթեոսի 24-րդ գլխի մեջ ասում է. զգույշ եղեք, որ ձեզ չմոլորեցնեն։ Դրա համար մենք տեսնում ենք մեր հավատացյալները, սենց իրանք այդ սիրո մեջ չեն աճը, գիտության մեջ չեն աճը, բայց իրանք լավ գիտեն, որ սրբատեղիում, որ սրբի վարքը գիտեն, որ սրբատեղիում որտեղ կարելի է ուխտի գնալ։ Դա լավ բաներ է, պետք է գնալ, բարեպաշտական դրսևորումներ են, բայց այդ դրանով դու չես աճում, դու դրանով հավատքդ, գիտությունը չի աճում։
Գիտությունը նենց բան է, որ դու անդադ սովորելով, Աստծո խոսքը կարդալով, տաթևացին ա լավ ասում, խելք չունես, գնա վայելի նրանց խելքը, ով խելք ունի։ Այսինքն ոչ թե ապուշես հիմար ես, այ նկատի ունի, եթե դու այդ գիտությունը չունես, գնա նրանց հարցրա, որոնք բանա, բայց այսօր ցավոք սրտի Արտուր ջան, ես միշտ ասում եմ տարիների ընթացքում, որ գնում եմ Հայաստան, շփվում եմ ման, քիչ մարդ ա, որ լուրջ հարցերով է դիմում, հարց է տալիս։ Հիմնական մեր բաներով հավատացել էս ոնց պահպանենք, ոնց աղոթենք, ոնց էս անենք, գիտես, դա պետք է, եղել է մի անգամ ասել եմ, պահպալ չգիտեք դուք, բա ես 30 տարվա հավատացյալ եմ, ասի դե բա ինձ ինչու ես հարցում, հələ դու պետք է սովորացնես բա քո կարծիքն էի հարցնում, այն կինոն կա, չէ, մեխանիկի երջանկություն, ասում եմ, ես 40 տարվա մանկավարժ եմ եւ մի ճշմարտություն գիտեմ, պահպահելը։ Այո, պահքը կարևոր է, պահքը, բայց պահքը կյանքի իմաստ չի։ Կյանքի իմաստը դա Աստծուն մոտենալ, Տիրոջը մոտենալը, սիրով լցվել, գիտության ձեռք բերելն է։ Ոչ թե նստես սաղորը ողբաս լացես։ Դրա համար այդ աճը նաև նրանից է Արտուր, որ ես հաճախ եմ դա ասում, երբ որ պատարագիչ եմ, կրկնեմ, երևի մարդիկ, որոնք չեն լսած այդ պատարագի ժամանակ, պատարագիչը միշտ երբ որ հաղորդությունը տալու միշտ նայում է բան է եղել է ինձ հարցնում, հայսուպ ինչու ես անդադ նայում ընդեղ, երևի ուրիշ հոգևորականներ, ասի, որտեվ նայում ենք ինչքան մարդ կա, որ ըստ այմը հաղորդությունը բաժանես, որ բոլորին հերիքի մեծ կտոր, 10 փոքր կտոր, ու կամա դառնում ես մի բանի վկա, որ մարդկանց դեմքերը քրիստոնյաների ոնց որ սպանդի գան։ Այսինքն մեջներ այդ լույսը, չեմ ասում են թռվռալով, չնայած Դավիթ Մարգարեն, երբ որ ուխտի տապանակն էին բերում, հիշում ես, պարելով բաներ գալի, չէ, որ ոչ թե ողբալ լացելով, ինքը ուրախ է։ Ես չեմ ասում դուք էլ պարելով, ցատկելով, եսի ինչ մոտեցեք հաղորդության, բայց այդ գիտեք այն բանը, որ դու գալիս ես մի բան կյանքի, գիտես, որ դու հիմա դա քեզ կյանք ա տալու, այդ քո կյանքը նորոգվելու է, ու դու գալիս ես ճաշակելու, բայց ես գալիս ես կարծես թե մարդիկ բանի մեջով են անցնում, ասես պլազմայի մեջով, սենց դժվար արգելք կա, պետքա մեջով անցնեն, որ հասնեն ուսես դեմքով, ոնց որ հիմա բերել ծեծել են ու բանը էլի, հիմա էլ բերել են ինչ-որ մի բան պետք է տան էլի, չկա այդ ու տենց տխուր գնում են, ցավոք դա ցույց է տալի, որ այդ աճը չկա, այդ սերը չկա։ Ես էի աճը չկա մարդկանց մեջ, որովհետև ես ինքս երբ ասենք տեսնում եմ այդ պահը, երբ որ մենք մոտենում ենք հաղորդություն ստանալու, մենք բոլորս այդ պահին ասում ենք մեղատեր ու շատ մարդիկ այդ պահին իրանց անարժան են զգում, որ այդ հաղորդությունը ստանան, բայց մոտենում են։ Ու դրա համար իրանց տեսքը այտենց վատ վիճակում է լինում մեծ մասամբ։ Բայց այդ մարդկանց պետք է հասկացենք, եթե դու անարժան ես գտնում քեզ մոտենալու, բայց ինչ ես մոտենում։ Անարժան, նայ, պատարագիչը աղոթք ունի ծածուկ, աղոթում է, ասում է, Տեր, այսինքն իմ արժանինքների համար չի մոտենում եմ, էլի, համարձակում եմ քո ներողամտությանը։ Այսինքն քո ներողամտությանն եմ ես համարձակություն եմ ձեռում մոտենալ այս խորհրդին, այսինքն ես իրոք եթե վերցնենք արժանի մարդ չկա։ Գիտես, պատկերացա մի մարդ ու Աստված ինչքան հեռու է, չէ՞, իրարից հեռավորությունը, սենց ասենք, բայց ինքը եկավ, մեր մեջ մտավ, մեր մեջ բնակվեց, հա, Տերը, եւ մեզ հնարավորություն տվեց, որ մենք փրկվենք, սենց ասեմ, հա, խաչը ելավ, եւ մենք այսօր անարժան արժանի ենք խաղում, էլի։ Գիտես, սենց մի բան բացատրեմ, երբ որ մեկը շատ սեր ունի մեկի հանդեպ, շատ է սիրում, լինի ծնող, լինի սիրեկաններ, ամուսիններ, զավակ ծնող, հա, կամ ծնող զավակ, ընկեր, պարզ ընկերային, երբ որ այդ սերը կա, դու երբ որ մի սխալ ես գործում այդ մարդու հանդեպ, հա, ինչ-որ ցավ ես պատճառում, բայց դու գիտես, որ ինքը ներող է,
Հա, ինքը այն նեղացածներից չի էլի, որ քեզ հասկացնի անդադ հիշեցնի դու ով ես։ Ու բայց դու ես այդ ապրում, տառապում, որ դու այդ ցավը, դու գիտես, որ արժանի չես, բայց դու այնքան ես սիրում իրան, որ չես ուզում կորցնես այդ կապը։ Դրա համար առաջինը դու կգնաս, այո, անարժան ես դու, հասկանում ես, բայց դու չես ուզում այդ կապը կորցնես ու դու կգնաս այդ կվերականգնես, Տաթևացին լավ ասում, ասում է դուք եք մեղ գործը, դուք Աստծո հետ հաշ տվեք, առաջինը քայլը արեք, էլի։ Հա, դրա համար շատ կարևոր է, որ երբ որ մենք անդադ խոսում ենք անարժան եմ, չգիտեմ ինչ եւ այլն, սա ցույց է տալի, որ մենք սեր չունենք առ Աստված։ Գիտես, սիրող մարդը, Տիրոջը սիրող մարդը ինքը չի ասի ես անարժան եմ։ Ինքը գիտի է, որ անարժան է, բայց ինքը չի կարա չգնա Տիրոջը մոտենա։ Կեղծ խոնարհություն է, որը չի թողնում Տիրոջը մոտենաս։ Դրա համար անարժան նորից եմ ասում, էլի, չկա արժանի մարդ։ Հայր Սուրբ ջան, ուրեմն ինչի եմ ես ասում, ես միշտ ասենք մտածում եմ, որ ես անարժան եմ։ Դե ասենք լինում է դեպքեր, որ ես շապիկ եմ հագնում, խորան եմ բարձրանում։ Ու հիմա այս վերջերս չեմ անում դա, որովհետև չգիտեմ ինչի, բայց ես մտածում եմ, որ ես դեռ այդ արժանինքները չունեմ, որ անեմ, ու չեմ բարձրանում խորան։ Պատարագին մասնակցում եմ, ինչպես բոլոր հավատացյալները, նստած տեղով, ինչպես բոլորը, ինչպես միշտ միջև դա է եղել։ Ու բայց ես ասենք ինքս իմ մեջ ուղակի մտածում եմ դեռ այդ արժանինքը չունեմ, որ խորանը բարձրանամ։ Հիմա ասենք ես Հետո կիմանաս դու ունես արժանիք։ Այսինքն քեզ ինքդ հակասում ես, այսինքն հենց այդ է Արտուր լինի հաղորդություն, եթե անարժան ենք, մենք անարժան ենք, բայց եթե դու Տիրոջը սիրում ես, ուզում ես ծառայել, նմանդ եթե քո մեջ կոչում կա, ոչ թե դու այդ հարցը դիր արժան եմ կամ արժանի չեմ, այ ես այն պատրաստ եմ ծառայելու, բայց Ղուրանի վրա դեռ պատրաստ չեմ երևի էլի։ Ու նորից դրա համար եմ ասում, հարցը մի դիր ես արժանի չեմ, մեղավոր մարդ եմ, ես այնտեղ չեմ կարա, չէ, ես Տերը ինձ կանչում է, թե չի կանչում։ Մեկ, այս հարցը դու, եթե կանչում է, ես ինչու պետք է բան անեմ, մերժեմ իրան։ Իսկ ես ինչպես իմանամ կանչում է, թե ոչ։ Դե ուրեմն չի կանչել էլի։ Գիտես, էդինես մի բան է, որ պարզ օրինակ էլի վերցնենք, եթե քո մեջ սեր կա խորանին, օրինակ երգես, այդտեղ ծառայես, յուրս մի բան քաշում է քեզ, եթե դա ոնց որ առանց դրա չես կարող դա ապրես այդ օրը այդ պատարագին, դիսկոմֆորտ ես զգում լինելով պարզ հավատացյալների մեջ, հա, ասենց ասեմ։ Ուրեմն նշանակում է ինքը քեզ կանչում է։ Հա, ուրեմն ինձ կանչում է։ Դե, հա, բայց այդտեղ այդ հանդգնությունը պետք բան չանենք, որ ես եմ, որ կամ էլ այն տղեն եմ, որ ինձ կանչես, չէ։ Տերը ուրեմն կանչում է, որ դու այնտեղ ծառայես, այնտեղ աճես։ Իսկ այդ մնացածը կեղծ բան է, ես արժանի չեմ, ես պատրաստ չեմ, ես բան չեմ, հասկացար։ Այդ կատեգորիաներով մի մտածի, այ նորից եմ ասում, որևէ հարցի մեջ քրիստոնյան ես կարող եմ անել, Տերը եթե վստահել է, փորձեմ։ Եթե չի ստացվի, բան չլինի, փառք Աստծո, կյանքը շարունակվում է, կյանքը տրանի մեջ չի սահմանափակվում, էլի։ Որևէ հարցի մեջ, էլի, բայց որ նստում ենք, սկսում ենք մեղավոր եմ, անարժան եմ, դա կեղծ խոնարհություն է, որը սատանան է բերում։ Նորից եմ ասում, մարդ, որ սիրում է Տիրոջը, ինքը այդ ձևով չի մտածի, ինքը ոնց ասեմ, կարոտի Տիրոջը, հասկանում ես, այդ կարոտը իրան ոնց ասում եմ, Դավիթը Սաղմոսների մեջ չի ասում, եղջերուին, որ ասում է, ինչպես ծառավում է եւ փափակում է ջուր խմի, երբ որ օծերը, բաները, կարիճները կծում են, չէ՞, եղջերու ինքը ծառավում է, ուզում է ջուր խմի, այդպես էլ հոգիս Տիրոջն է փափակում։ Ասում եմ, մի բան խնդրեցի Տիրոջը, նույնն եմ խնդրում, բնակվեմ Տիրոջ տան մեջ, էլի, Սաղմոսների մեջ է։ Այդ բանը կա քո մեջ, որ դու ցանկանում ես Տիրոջ տան մեջ ապրես, ծառայես։ Եթե դա այդ ծառավի պես կա, դա պետք է գնաս։
ու նորից եմ ասում, գիտակցելով, որ արժանի չես, բայց երբ որ Տերը ասում է արի, առաքյալներին, չէ, ասեց արի իմ հետևից, այդ ուրկանը թող Պետրոսին, նա ասեց ես արժանի չեմ քո հետ ստեղ նստել, հիշում ես, որ ինչ որ ծառայություն եւ այլն, էլի։ Դրա համար Քրիստ այդ կեղծ բաները գալիս է, գիտես ինչ որտեղից էլ ինձ թվում է դա գալիս է այդ վանական այն ճգնավորները, որ 4-րդ, 5-րդ դարում վանքեր էին փախնում, անապատներ էին փախնում, անդեղից է գալ, այդ անարժան մեղավոր էս բաներից ու էսի եկավ ներթափանցես մարդկանց մեջ ու տենց հեշտ է մարդկանց կառավարելը։ Հեշտ է կառավարել է, որ եթե մի բան չի ստասում, դու արժանի չես, դու իրավունք, դու մեղավոր ես, ու մարդը իր վրա դա վերցնում է, անդադ ինքը տրանով է ապրում։ Այդ գիտես, մի հատ sense պարզ հարց էլի, մի հատ դու ասա, հիմա օրինակ ուրիշ բան, դու ծուլանում ես աղոթելու մեջ, հա, հիմա քո մեջ էտա, ու դու ամեն օր վեր ես կենում, ծուլանում ես, աղոթես, օրինակ, հա, ու անդադ ինքը տառապում, անդադ ինչ անեմ, որ չծուլանամ աղոթելու։ Ու ինքը նորից կծուլանա, բայց մյուսը ուրիշ ձև է հարց դնում։ Տեր, այդ սերը մեջս այնքան չի, որ ես հելնեմ քո հետ զրուցեմ, այդ սերը այդքան չի էլի, որ ես քո հետ։ Երբ որ այդ մեկը այն ձև է մտածում, մյուսը այն ձևի, որ ավելի շուտ կելն է այդ վիճակից։ Ով որ Տիրոջը խնդրի, որ իրան այնքան սեր տա, որ կարողանա Տիրոջ հետ զրուցի։ Այդ սիրո բանն է, որ դու սկսում ես ամանչել, եղած ինչ է, ես ուրեմն ինչքան ծույլ եմ, որ ես Տիրոջ հետ չեմ ուզում խոսամ։ Կամ ոչ թե ծույլ եմ, սեր չունեմ իր հետ խոսամ, այդտեղ ծուլություն չի։ Ուտեղ դու ամոթ սիրո պակասն է, ու դու ուտեղ ամոթելում ես Տեր, ինձ դու ես, որտեղ այդ ուրեմն մեջս այդ սերը չկա, այդ չի վառվում մեջս այդ սերը արքես, որ ես բան չանեմ, էլի, ու դրա համար մարդ, որը մտածում է անդադ մեղքերի մասին, ես եմ ամին չանեմ, ոնց եմ, ինքը միշտ այդ մեղքերի մեջ, բայց երբ որ դու սկսում ես առաքինության մասին մտածել, ձգտել առաքինության, ինչ որտեղ քայլ անել, դու ավելի շուտ այդ վիճակից դուրս կգաս։ Դրա համար երբ որ անդադ մարդկանց բերում են մեղավոր, դժող, բան, այդ բան չի էլի, քրիստոնեություն, այսինքն բանի կառավարելու մի ձև է մարդկանց, որ այդ ստրկային վիճակի մեջ պահեն, մանիպուլացնում են մարդկանց, որ վախ մանիպուլացնել, որ մարդը դու սենց ես, դու նենց ես, որ մարդը միշտ գա, ինքը կարծիք չունենա, խոսք չունենա, բան չունենա, էլի, դա էլ գալիս է նորից այն վանքերից է գալիս, որ այդ մարդիկ գալիս են իրանց կառավարելու, ղեկավարելու բան։ Պատկերացնում մեկը, որ իր շնորհները տեսնի, սկսի զարգանալ, բան կարող է օպ շատ բան տեսնի։ Շատ սխալ բաներ տեսնի ու շատ բաներ խոսա։ Դրա համար ավելի լավ է դու մեղավոր ես, մի բան լինում է, հեսա քո մեղքերի պատճառով է, դու ահա սենց ես, դու նենց ես, ու մարդը միշտ սենց ապրում է, այսինչ Աստված է, որ անդադ գլխիդ խփում է, դու մեղավոր ես։ Ու անդադ քրիստոնյան էլ եմ ասում, հենց այդտեղ էլ չի աճում։ Դա ինչքան հիմա կարող ասեն դա էլ հպարտություն է, որ ես էլ։ Այո, Աստծո խոսքը շատ տեղից ասում է դուք մեղքից ազատվել եք։ Դուք մեղքից հիմա նայենք բանը Պողոս առաքյալը Հռոմեացիների թղթի մեջ նա ինչ հետաքրքիր բան ասում։ Հայ, հիմա 6-րդ գլուխ Ուրեմն 6 համարը մի հատ նայենք ինչ ասում, նշել եմ մոտս։ 6 գլուխ, գիտեք, որ մեր մեջ եղող հին մարդը խաչակից եղավ նրան, որպիսի մեռնի մեղանչական մարդը, որպիսի մենք այլևս չծառայենք մեղքին։ Այսինքն Քրիստոսի հետ մեր հին մարդը մեռնում է։ Հետո 14 համարի մեջ ինչ ասում։ Մեղքը չպետք է իշխի ձեր վրա, քանի որ դուք ենթակա չեք օրենքին, այլ շնորհին։ 22 համարն էլ հիշ կարդանք։
բայց այժմ ազատ եք մեղքի տիրապետությունից եւ դարձել եք Աստծո ծառաներ։ Ձեր շահը սրբությանը նվիրված մի կյանք է, որի արդյունքը կլինի հավիտենական կյանքը։ Այսինքն մենք Քրիստոսով քրիստոնյան ինքը ազատված է մեղքից։ Ինքը մեղքի ծառա չի։ Ուրիշ բան, որ նորից մեղք են գործում, Տաթևացին այստեղ բացատրում է, որ կա ծանր մեղքեր եւ փոշետեսակ մեղքեր։ Փոշետեսակը դու ասես ձեռքով մի ասես թափ կտաս, կանցնի կմոռանաս, բայց ծանր մեղքը ինքը օրինակ է բերում հագուստը, որ կեղտոտվում է, ասես մեջն է մտնում, դու պետքա մեծ ջանք թափես, լվաս, որ մաքրվի։ Հա? Դրա համար քրիստոնյան ասում է ծանր մեղքերի մեջ էլ ինքը թե ազատվել է այդ գերությունից, այդ ինքը քրիստոնյա դառը, ինքը այդ ծանր մեղքերը էլ չի գործի, գիտակից չի գնա մեղք գործի, բայց առօրյա բաները թարս ենք նամ սխալ բան ենք ասում, մի բան է տեղի ունենում մեր կյանքում, որը դու դա փոշե տեսակ մեղք է, ու Թեթևացին ասում է մենք քրիստոնյան կարող է ապրել առանց ծանր մեղքերի, բայց չի կարա առանց փոշե տեսակ մեղքերի։ Այսինքն մենք ինչու, որովհետև առաքյալների ոտքերը լված չէ Քրիստոս, որ ասում է իմ գլուխս էլ ձեռքս էլ լվա, չէ։ Առաքյալը Պետրոսը չուզեց որ մաքրի, որտեվ Քրիստոս ծառայի, տեղ ինքը ծառանա ոտքերը լվում։ Հա, այնի ասես քավլիցի, սենց ասես եթե դու չլվամ, մաս բաժին չես ունենա։ Այն ասեց ուրեմն գլուխս էլ ձեռքերս էլ լվա, չէ։ Ու այդտեղ Տերը ինչ է ցույց տալի, ասում է դուք մաքրված եք, ասում է։ Դրա համար քրիստոնյան ինքը այդ պետքա միշտ իր այդ լվազղջումով, բարի գործով, բանով ինքը աղոթքով այս փոշե տեսակ մեղքերը մաքրում է եւ նաեւ ինչպես Հովանես առաքյալը ասում է, Տիրոջ մարմինն ու արյունը մաքրում են մեզ մեղքերից։ Այսինքն մեր մեղք եթե գործում ես, քահանան էլ որ հաղորդություն է տալի, առաքյալություն եւ թողություն մեղա։ Եթե ինչ որ տեղ մեղք էլ լինի այդ փոշու պես, Տիրոջ մարմինը կմաքրի կեթա էտի։ Սա է կարևոր, ոչ թե դու պետք է այնքան մաքրվես, նոր մոտենաս Տիրոջ մարմնին։ Այսինքն, իսկ դու չես կարա մաքրվես, Քրիստոսի արյունն է մաքրում, իր խաչելությունն է մեզ մաքրում, ոչ թե իմ ջանքերը։ Ոստեղ մի հատ հարց է գալիս, էլի, ես հիմա այս հարցը կտամ, բայց դու քո հարցը ու կշարունակենք։ Հարց քրիստոնյային կամ քեզ տամ, դու փրկված ես, թե պետք է փրկվես։ Ես այդ հարցը ձեզ եմ ուզում տեսել։ Չէ, հիմա մի հատ ուրիշ հարց եմ ուզում տամ, բայց այդ հարցը ուզում էի տայի, այդ հարցի շուրջ էլ էի ուզում խոսեինք։ Հիմա ասենք օրինակը չեմ ուզում ուրիշների վրա բերեմ օրինակը բերեմ ինձ վրա։ Ես եմ շապիկ եմ հագնում, բարձրանում եմ խորան, ծառայում եմ եկեղեցում, բայց ինչքան արժեք ունի իմ այդ արարքը, եթե ես գալիս եմ տուն, կնոջս հետ չեմ կարողանում յոլա գնամ, երեխայիս վրա եմ ջղայնանում, բարկանում, կամ ասենք ինչ որ աշխատանքի տեղը բարկություն ունեմ, ասենք ինչ որ մեկի հետ կռիվ եմ անում, ասենք դա փոշե նման մեղք է։ Պողոս առաքյալը ասում է բարկանալուց մի մեղանչեք։ Այսինքն բարկությունը ասում է միջև գիշեր թող չմնա, էլի միջև քնելը թող այդ հարցը լուծվի, այսինքն բարկանալուց մի մեղանչեք, դու ես կարամ բարկանամ ու չմեղանչեմ։ Այսինքն ես հիմա կարող ջղայնանամ մեկի վրա, իր արարքի վրա, բայց թոռը հանեմ, խփեմ գլխին։ Չէ, Տերը ինչ ասեց, ասում է գրածա մի սպանիր, բայց ես ձեզ ասում եմ մի բարկացիր։ Դե մի բարկացեն իմաստով ուզում ասի մի բարկացիր, որ տանի սպանել դեպի սպանություն կարա տան, էլի, որտեվ այդ սպանությունները գալիս են նաև բարկությունից է, որ ծնում է այդ սպանությունը։ Դրա համար բարկանալուց մի մեղանչեք, Պողոս առաքյալն է կարծեմ ասում, ուրեմն դու կարաս բարկանաս հայույես, անիծես, նեղանաս, չխոսաս։ Դրա համար դու փորձի, եթե դու բարկանալուց հետևանքներ ես թողում, աշխատի այդ հետևանքները, ոչ թե բարկությունը քո մեջ սպանի, որտեղ բարկությունը դա բնական
մեր մեջ Աստծուց դրած մի հոգու զորությունա, մասա, ցանկությունը, չէ, ցանկանալ, որևէ բան ցանկանալ, չէ, հիմա ցանկանում եմ ջուր խմեմ, ցանկանում եմ բարի գործ անել, ցանկանում եմ մեղք գործել, որևէ բան, հա։ Էդի ցանկությունը, երբ որ մենք սպանում ենք ցանկությունը, հետը նաև սպանում ենք այդ բարի գործ ցանկանալը։ Եվ բարկությունը, դա ցասումը, որը հոգու զորությունն է։ Եվ եթե մենք բարկանում ենք ու մեղք ենք գործում, այստեղ նորից եմ ասում, բարկությունը այդքան մեղավոր չի, ինչքան այդ հետևանքը։ Դրա համար դու փորձի բարկանալուց այդ քայլեր չանես։ Չհայհոյեմ։ Օրինակ չհայոյես։ Էդի կարաս զսպես, բայց ջղայնացած մնաս, բարկանաս, բայց գնաս շուրը բան կոդրես, տնից նեղանաս դուրս գաս, նեղացած մնաս, դա կարևոր բան, հետո էդի ավելի շատացնում է մեղքերը, էլի։ Իսկ կարողա դուրս ես գալի, որ գնաս քայլես խաղաղվես ու հետ վերադառնաս, խաղաղ լինի արդեն։ Այս կարող այն մարդը այնտեղ արդեն գիտես դիմացին դու վիրավոր ես, հետո գնաս գաս դու խաղաղվես, գաս այդ սաղ էներգիան թափես վրան, ինքը նստի տակից չգիտի ոնց դուրս գա, դու ուրախ գալիս ես, հա ինչ ա եղել, որ քեզ ջղայնա նեղած է։ Դա տենց չի էլի, դրա համար պատճառներն էլ կարաս գտնես, ինչն է, օրինակ կարաս գաս կնոջ հետ խոսես, գաք բանի ասես, նայ ասա, գիտես ես չեմ սիրում բարկանալ, օրինակ, կամ սխալը, չեմ սիրել բառը չասենք, բայց արի սենց հանենք էլի, օրինակ ես իմ վրա բերեմ օրինակ, լավ, ես որ Հայաստան աշխատում էի, միջքաղաքայինում մի սուտկա, այսինքն 24 ժամ աշխատանք էինք, ժամը 9-ից մինչև 9, բայց առավոտ 8-ին տնից դուրս էի գալի, մինչև հասնում էի գործի տեղ, բայց ընդեղ էլ 9-ին վերջանալը չէր, մինչև 10 էինք մնում, լինում էր, հետո մինչև տուն էինք գալի, պատկերացա գիշերն էլ չես քնես, օրը ոտքի վրա գորգորոց, վազվզոց, տուն էի գալի, դե տնեցիք էլ տղեն եկել է գործից, վարժվեցինք ընտանիքով, կիսվում, պատմում են, գնացիրում, տեսարում, զանգիր, ինչ տեսար, հետ էլ լինում էր օրեր ջղայնացած էի գալի, էլի, ինձ լարված ուժասպառ եղած էի լինում։ Մի բան էին հարցնում, խեղճ մամայի վրա, պապայի վրա, սկսում էի գոռալ, կռվում էի այդները, սրանք էլ, էս ինչ անդաստիրակ, էս ինչ ես եղածը, մի հատ բան հարցրինք, ջղայնանում էի, թարսի պես, իրանք էլ մատ նենց հարցեր էին տալիս, նեղանում էի ճաշ ուտելուց, նաման որ հաց ես ուտում, բան ուշում են հարցնել։ Եկա ասես բան ասի, մամ, պապ, խնդրում եմ, էլի, երբ որ գործից գալիս եմ, ինձ հարց մի տվեք, թողեք ես ուտեմ, եթե հոգնած եմ, գնամ պարկեմ, քնեմ, հելնեմ ես կպատմեմ, գիտեմ իրանց հետաքրքրությունները ինչ էր, էլի։ Տենց լուծում գտանք ու լավ աշխատեց այդ բանը, էլի։ Դրա համար ինձ թվում է կարելի է նաև ինչ որտեղ բանի գալ, որ դու էլ հոգնած դաս է գործից գալիս ես, կարող մի բան ասում, գնա արա, էս արա, սենց արա, դու ջղայնանում ես։ Չգիտեմ, այդ գթեք, լեզու գթեք։ Չէ, մեծ մասամբ անելու համար չենք ջղայնանում, այնքան որ ջղայնանում ենք ասված ջղայնանալու համար։ Արդեն պետքա սկսես քո վրա աշխատել ու խնդրես ոչ թե այդ բարկությունը Տերը քո մեջ սպանի, այ ոնց ասեմ, այդ բարկությունը քո մեջ է, դրթող բանը եւ հետևանքը, էլ այդ երկուսը պետքա կառավարես, էլի, կարաս կառավարես։ Նույնը ցանկությունն է, չէ՞, հիմա դու նստած ես, մեկ էլ պասիր գնանք այս բանը ուտենք, քեզ կարող մի կտոր հաց ուտես կշտանաս, բայց մի հատ այս բանը գնանք ուտենք, անենք ու դու սենց այդ ամբողջ օրը դրա վրա ես ծախսում, հետո կներես խոզի պես ուտում ես, էլի հետևանք, չէ՞։ Բայց այդ ցանկություններ։ Եթե դու կարողանաս այդ ցանկությունը կառավարես եւ ցասումը կառավարես, այդ ամենանորմալ վիճակն է քրիստոնյայի։ Հայրսուբ ջան, եկանք այն պահին, որ այն հարցը, որ ես ձեզ պետք է տայի, դուք ինձ շատ եմ ուզում իմանանք, մենք փրկված ենք, որովհետև հիմա ասեմ ինչի է այս հարցը շատ բոլորն են կարելի ասել տալի, բայց վախում են նաև այդ հարցը տան, որովհետև նամանավանդ այսօրվա դրությամբ սոցիալական ցանցերում
շատ տեսակի եկեղեցիներ կան, որ ասում են, եթե դու ասես Քրիստոս, այսօր ես ընդունում եմ քեզ, այսօրվանից իմ Տերն ես եւ փրկիչն ես, դու փրկված ես, դու գնում ես դրախտ, եսիմինչ, սենց մարդկանց ոնց որ մանիպուլաստում են ու սենց հեշտ ու հանգիստ ասում են, որ դու փրկվեցիր այսօրվանից վերջ։ Բայց չէ որ դա շատ խորիմաստ հարց է, արդյոք մենք փրկված ենք թե ոչ։ Եվ կարելի ասել այո եւ ոչ, այո ոչ, ինչ իմաստով այո եւ ոչ, այն իմաստով, որ փրկված ենք, որտեղ Աստծո խոսքն է ասում, չէ, եկավ Տերը փրկեց մեզ տարբեր շնորհով, իր չէ, շնորհով մեզ փրկեց մեղքից, հիմա ամբողջ բաները բան չբերենք։ Քրիստոսի արյունով։ Ասում է որ Տիրոջ անունը կանչի նա կփրկվի, չէ, Հռոմեացիների թղթում Պողոսն ասում հին ուխտից բերված բաներով, դա ճիշտ է, փրկությունն է, բայց իրանք ոնց որ ամբողջը միջև վերջ չեն ասում, էլի, այն մարդուն մենակ այն մի կողմն են ցույց տալի, չէ, ասում է կոպեկը երկու կողմ ունի, չէ, մի կողմն են ցույց տալիս, Աստծո խոսքից վերցնում են տարբեր տեղեր, որտեղ այդ շնորհքի, հավատքի, փրկության բանն է։ Մյուս կողմից մյուս էդի տենց տարբեր աղանդավոր բողոքական ժամանակակից որ արդարացումը շնորհով է եւ ոչ թե գործերով։ Նայ Հակոբոս Տիառն եղբայրը բացենք Հակոբոսի երկրորդ գլուխը 14-ից 26 համարն ամբողջը չկարդամ, այնտեղ որ ասում է, չէ, դևերն էլ են հավատում, չէ, որ ասում է, եթե եղբայրդ գա քեզ բան ու խնդրի դու ասա գնա խաղաղությամբ ինչ օգուտ, տեսնում եք, որ մարդ իր գործերով է արդարանում եւ ոչ թե միայն հավատով։ Այսինքն Պողոս առաքյալն էլ հիմա Գաղատացիների երկրորդ թղթի մեջ ինքը հետևյալն է ասում, որ գիտենք, որ որևէ մարդ օրենքը գործադրելով չի արդարանում, այլ միայն Հիսուս Քրիստոսի հավատալով։ Հիմա պատկերացրա մենք պետքա տարբեր գործերը հասկանանք տարբեր բաներ են։ Պողոսը խոսում էր այն գործերը, որ ասում է չի արդարան, դա հին ուխտի, հին օրենքի գործերն են։ Որովհետև ասում է հին օրենքը, երբ որ դու գործում էր, անում էր, հա, հին օրենքը կատարում էր, այս պատվիրանները տարբեր Մովսեսի գրած բաները, որ տալիս էր մի րոպե, հիմա այստեղ էլ մի բան է, ուստի Աստծո շնորհը չէ մերժում, որտեվ եթե կարելի լիներ օրենքի միջոցով արդարանալ, ապա Քրիստոսն իզուր մեռավ։ Այսինքն, եթե կարելի էր հին ուխտի գործերով արդարանալ, Քրիստոս իզուր է մեռավ, այսինքն կարար չգար։ Բայց հին օրենքով մարդ չի կարող արդարանալ։ Օրենքը հակառակը մեղքն է ցույց տալի, քեզ մեղադրում է, անդադ դատապարտում է։ Դրա համար Պողոս առաքյալը միշտ ուրիշ Կողոսացիներին ուղղված թղթի մեջ ասում է, այլևս թող ձեզ չդատի մեկը բաների շաբաթի, տոների, չգիտեմ, տարբեր բաների համար թող չդատի։ Այսինքն քրիստոնյան ազատ է։ Հետո կային մարդիկ, որոնք Քրիստոսին ընդունում էին հավատաբան, բայց քարոզում էին թլպատություն, քարոզում էին օրենքը պահելու։ Պողոս էս Գաղատացիներին ասում ով անմիտ Գաղատացիները շնորհով սկսեցիք օրենքով եք վերջամինքը քննադատում է եւ դա այդ ձևի, սենց ասեմ, այդ ժամանակվա աղանդը, որը Քրիստոսին ընդունում է, բայց ասում է պետքա թլպատվես, շաբաթ պահես բան, դա նիկոլայականներն էին։ Հայտնության մեջ, որ ասում է դու նիկոլայական աղանդը կա, էլի։ Այդ դրանք էին, որոնք այդ օրենքը նաև հավատքի հետ էին խառնում։ Այստեղ հավատքով է մարդ արդարանում, օրենքով չի։ Բայց Հակոբոսը, որ ասում է գործերով, նկատի ունի, որ այդ հավատքը, եթե դու ունես այդ հավատք, հա, ասում է դևերն էլ ունեն, Աստծուն հավատում են, հա, սենց ասենք, բայց ասում է, եթե դու մեկին չես կերակրում, չես օգնում, այդ գործերը նկատի ունի, սիրո գործերը։ Հովհաննես առաքյալը իր թղթի մեջ ասում է, որ եղբայրներ այլևս սիրենք ոչ թե խոսքով, այլ գործով։ Քրիստոս ինքն է ասում, սովածը ինձ կերակրեցիք, չէ, կամ հակառակը սովածը չկերակրեցիք եւ կասի անիծյալներ գնացեք, ես ձեզ չգիտեմ։
Այսինքն դրանք հավատք ունեին, չէ, որ ասում է Տեր, քո անով էս արի, ասում է ես քեզ չգիտեմ։ Դրա համար փրկվածը այն բանով ենք, որ մենք փրկված, հիմա նայ հետաքրքիր բան ասում Եփեսացիներին ուղված թղթի մեջ, ես մայս տողերը բաները կարդամ, որ հետո ավելի ամփոփ եմ ասեմ, էլի։ Եփեսացիների 2-րդ գլուխ 4-ից 9, բայց մինչ մենք հոգեպես մեռած ենք մեր մեղքերի պատճառով, Աստված, որ առատ էր իր ողորմությամբ, մեր հանդեպ ունեցած իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, վերստին մեզ կյանքի կոչեց Քրիստոսով։ Մեռած ենք, Քրիստոսով կյանքի կոչեց։ Այո, շնորհը արեց փրկելով մեզ։ Շնորհը արեց դա մեզ։ Ձրի շնորհը դա ձրի մի բան է, էլի իմ բանը չի, ավազակը խաչի վրա հիշում ես։ Ասում է Տեր, այդ բան էլի ինձի հիշիր հորդ առջև, ես ասում այսօր դրախտում կլինես։ Այսինքն կարելի ասել ինքը դրախտ հայտնվեց, բայց դրախտում կլինի, այսինքն դու կունենաս այն վիճակը, ինչ որ մարդ Ադամը ուներ դրախտի մեջ։ Քրիստոսի հետ հարություն տվեց, նայ, Քրիստոսի հետ հարություն տվեց եւ նրա հետ էլ երկնքում նստեցրեց մեզ, որ միացած ենք Հիսուս Քրիստոսին, որպեսզի գալիք բոլոր ժամանակներում մարդիկ տեսնեն գերազանցորեն մեծ այն շնորհը, որ Աստված այնքան բարությամբ տվեց, ցույց տվեց մեզ Հիսուս Քրիստոսի անձի մեջ։ Այսինքն մեզ հարություն արեց եւ երկնքում նստացրեց։ Մենք հիմա երկնքում նստած ենք, Քրիստոսով միացած ենք։ Մենք փրկված ենք։ Բայց մի բայցը կա։ Բայց կարող ենք դա կորցնել։ Դրա համար այս կյանքը, որ Արտուր մենք ապրում ենք, ոչ թե փրկություն ձեռք բերելու համար է, այ այդ փրկությունը չկորցնել եւ շատացնել։ Դա էլի եկանք այն առակը, չէ, մեկին 1 էր տրվա, մեկին 2, մեկին 5։ Տրված է, որ մենք շատացնենք, գնանք պտուղ բերենք։ Այսինքն պտուղ բերենք, արդարության պտուղները, այդ պտուղները որն է, չէ, հոգու պտուղները, հավատք, հույս, սեր, ժուժկալություն, խոնարհություն, այդ բաներն է, չէ, Գաղատացիների 5-րդ թղթի մեջ, չէ։ Իսկ քրիստոնյան առաքելական քրիստոնյաներ, այսինքն ավանդական եկեղեցիների քրիստոնյաներ իրանց մեջ դրել են, որ դու ինչ փրկված, դու պետքա դու ճգնես, դու պետք է արժանանաս այդ փրկությանը։ Հասկացար, այսինքն դու պետքա արժանանաս, իսկ մարդ չի կարող արժանանա, որտեվ մարդ ինքն իրան չի կարող փրկել։ Ոչ մի գործերով, էդի գիտես ինչի նման է, Քրիստոս մեզ օրենքի լծից ազատեց, բայց այս դարերի ընթացքում եկեղեցում այնքան օրենքներ մեջ բերվեց, որ նայես ամեն մի տիեզերական ժողով, ամեն տեղային ժողով կանոնների տակ այնքան բաներ բերեց, էսի չկարելի, էսի չանես, ով սենց հանի, եկեղեցուց նզովյալ, դուրս հանվի, բանադրվի, չեմ հաղորդությունից զրկվի, այնքան օրենքներ կա, որ սս կարդում ես ու մտածում ես, որ հին ուխտի օրենքներից ավելի շատ է։ Քրիստոնյան նորից մտավ օրենքի տակ ու տնա համար իրան նորից բան են անում, դու գիտես ինչ, դու սենցա ու հետաքրքիր ինչն է, գիտես, այդ օրենքները հիշում են այն ժամանակ, երբ որ պետք է մեկին նվաստացնել, բայց երբ որ այդ հիշեցնող օրենքները իրանք իրանց մասին չեն հիշում էլ այդ օրենքները։ Դրա համար քրիստոնյան նորից եմ ասում, եթե քրիստոնյա ես, Քրիստոսին սիրում ես, դու այդ օրենքներից ազատ ես։ Դու փրկված ես Քրիստոսի շնորհով, դու փրկությունը ունես, բայց Տիրոջ խոսքերն ենք հիշում, արթուն մնացեք։ Այդ արթուն մնալն է, որ մեզ չգան չկողոպտեն մեր առաքինությունները, մեր բարի գործերը, սենց ասեմ, այդ հարստությունը, մեր գանձերը չկողոպտեն, արթուն մնացեք, աղոթեցեք, ոչ թե առավոտից իրիկուն առանց քնելու աղոթել, այսինքն արթուն մնալը ուշադիր լինելը, ինչպես Տերն է ասում, զգույշ եղեք, որ ձեզ չմոլորեցնեն։ Հիմա սենց մի հատ հարց տամ, Հայր Սուրբ ջան։ Հիմա ես համոզված եմ, որ շատերը ովքեր դիտում են այս մեր հաղորդաշարը, շատ մարդիկ կան, որոնք մեծ մասամբ կանայք են։ Շատ ուժեղ հավատացյալ են, տարիներով թեկուզ հավատքի մեջ են բան,
բայց հիմա իրանց մոտ sense հարց կծակի, ախար ես մենակ կին կամ ասենք իմ ամուսինս ինձ թևութի գունք չի հավատքիս մեջ, ես ինչպես բարի գործ անեմ, ոչ աշխատանք ունեմ, ոչ սա ունեմ, ոչ, բայց ես ինչ անեմ, որ իմ գործերս բարի գնահատվեն։ Ասենք ես համոզված եմ, որ sense հարց ծակելու է կանանց մոտ մեծ մասի։ Այն մարդ պետքա մնա այն ինչի մեջ կանչված է։ Այսինքն եթե դու կնոջ հարցա, չէ, եթե դու կինն ես, դու քո ընտանիքի մաման ես, կինն ես, ընկերու ես, չէ՞, դու դրա մեջ պետքա քո գործերը անես, ողորմած լինես, ներող լինես, սիրող լինես, դեն սիրո ողորմությունը միայն այն չի, որ մեկին մի բաժակ ես տալիս ջուր խմելու, հա, այ ողորմությունը նաև ներողամտության մեջ է, հասկանալու մեջ է, ներելու մեջ է, որովհետև ներելով դու ողորմություն ես անում այդ մարդուն, դե բան ողորմություն չէ, ողորմելի որ ասում ես, չէ, այ իրոք այդ մարդուն օգնում ես։ Հետո օրինակ կան հավատացյալներ, գիտեմ, լսել եմ դեպքեր, հավատքի են եկել, գնում են ժողովարաններ կամ եկեղեցի, բան, ընտանիք է, բոլորը միասին են եւ գնում են միասին են, այս ով որ դարձյա եկել, տատիկն է, կինն է, տան փող է, բան, տան իսկ կրում տանում է հավատացյալ քույր եղբայրներին է կիսվում, իսկ տունը նեղության մեջ են։ Այսինքն Պողոս առաքյալն ասում է, այն որ իր ընտանիքի համար հոգ չի տանում, դա ավելի շատ վերան բան է, հավատքից ուրացածի պես է ասում է։ Եթե մերձավորը ով է քո, սիրիր քո մերձավորին։ Հիմա տան մեջ նստած ես, քո մերձավորը մյուս երկրի մեջ ապրող հավատացյալը չի, քո մերձավորի պայն քո ընտանիքն է։ Քո կողքիդ բանն է, չէ՞, եթե քո ընտանիքի մասին դու հոգ չես տանում, դու քո ողորմություն դուր ես ընկել ես, դա Աստծո հաճելի չի։ Դա համար Քրիստոսը իր գալով առաջինը ինչ ցույց տվեց, ինքը եկավ նախ Իսրայելի համար ու հետո աշակերտներին ուղարկեց, հետո աշակերտները տարիներ քարոզեցին հրեաներին, հետո գնացին ու աշխարհ։ Այսինքն այդ քրիստոնյան, եթե իր ընտանիքի մասին հոգ չա, հետո եթե սիրով չես անում, դենց արհամարած ինչ որ ճաշ է սեփում, դե գնա, չէ, պետք է սիրով անես։ Շատ կարևոր է, դրա համար քրիստոնյան պետքա միշտ իմանա, որ Քրիստոսով ինքը փրկված է, իրան փրկությունը տրվել է խաչի վրա, իր բոլոր մեղքերը, գործած, չգործած, դեռ որոնք միգուցե մի օր կգործի, դա արդեն ներված է։ Ոչ թե մենք պետքա ջանք թափենք, մի բան անենք, որ մեզ ների Տերը։ Ես արժանի չեմ գնամ մի ամիս պահ պահեմ, ծոմ պահեմ, աղոթեմ, տնից դուրս չգամ, մեղք չգործեմ, սաղմոսները կարդամ, որ Աստված ինձ նայի, ինձի ների։ Դա ինչ չի աշխատում։ Դա սխալ է, դա քրիստոնեության հետ կապ չունի։ Ուրեմն Քրիստոսի անիմաստ է որ եկել է։ Դրա համար եթե դու պահք ես պահում, աղոթում ես նրա համար, որ մեղք չգործես եւ ավելի առաքինի լինես, ժուշկալ լինես, օրինակ։ Ինչու ենք պահք պահում, եկեղեցին պահկա դրե պահում ենք, որ մարդ ժուշկալ դառնա, եթե քրիստոնյան ժուշկալ է արդեն, իրան պահք պետքա, թե չէ։ Պահքը նրա համար է, որ քեզ վարժեցնի ժուշկալ լինելու, քեզ եկեղեցին հիշեցնում արի աղոթի, աղոթ կարդա, որ դու սիրես աղոթքը, ոչ թե դա դառնա մի բան, որ դու կներես այդ բառը ասեմ ռուսեն, աբիզալովկա, որ դու աղոթես։ Օրինակ շատերը ասում են ապաշխարություն է, չէ՞, պահք աղոթք ողորմությունը, բայց ոմանք էլ ապաշխարությունը համարում են բան, պատիժ, եթե լսել ես, չգիտեմ, դա պատիժ է, քահանան դրել է պատիժ, ես հարց եմ տալի, ինչ պատիժ է, դե պետք է այսքան աղոթ կարդամ, այսքան պահ կանեմ, ողորմություն եմ, ասին ուրեմն աղոթելը պատիժ է քեզ համար։ Լավ, ինչպես աճենք, որ հասկանանք, որ մենք փրկված ենք, ուղղակի այդ փրկությունը պահենք, պահպանենք, ինչպես աճենք, հայր Սուրբ ջան։
Ախար մենք խնդիր ունենք, մենք խնդիր ունենք ոչ թե միայն մեր հավատացյալների, բայց նաև մեզի վարդապետություն տվողների պահովել։ Մենք շատ քիչ վարդապետություն ենք ստանում, կարելի ասել։ Օրինակ հիմա նայեք, տեսեք, դուք մեզ ասում եք, մենք ձեզ լսում ենք, ասենք Տեր հայրն է մեզի ասում, մի ուրիշ վարդապետ ասում, 1, 2, 3 հոգու լսում ենք, հասկանում ենք, բայց ախր շատ քիչ է այդ վարդապետությունը, շատ քիչ է։ Հետո այնքան մարդիկ կան, որ այսօրվա օրով համացանցով տարբեր բաներ են խոսում, մարդիկ խճճվում են դրա մեջ։ Լսելը ստեղ դե հարց է, ասում եմ վերջի ժամանակում մարդիկ իրենց համար ուսուցիչներ են փնտրելը, որ իրենց ականջին հաճելի բաներ խոսան։ Մարդուց ամնում են ում պետքա լսի կամ ում հետևի էլի, բայց ամենաբանն է Աստծո խոսքը ինքը կարդա, հարցեր ունի, բան իմաց մարդկանց հարցնի, ինչու է ասպես, ինչու անենց, դրա համար քրիստոնյան պետքա հավատքով լցվի, Աստծո խոսքը կարդա, աղոթելը ոչ թե աղոթի, որովհետև դա ապաշխարություն է, պետք է բան, աղոթի, որովհետև մեկը եթե մեկին սիրում է, ինքը չի կարա հետը չխոսա, կարոտելուց կսկսի գզանգի, ձև կգտնի, հասնի։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում սիրահարված զույգերը, որ չեն կարում իրարից բաժանվել, չէ՞, եթե չեն էլ խոսում, նստում իրար են նայում ժամերով, բայց եթե բաժանվում են, իրանք անընդհատ փնտրում են ուշք ու միտքը այդ դիմացինն է, որին շուտ հանդիպի, տեսնվի, հասկանում ես, ուշք ու միտքը այդ ուրիշ բան էլ չի տեսնում շուրջը։ Ես չեմ ասում քրիստոնյան մոլեռանդեսի միջ դառնա ֆանատիկի պես միայն Աստված կողքիններին, դրա համար Աստված բերեց սիրիր մերձավորին ու սիրիր քո Աստծուն, երկուսը իրար հետ, Հովհաննեսն ասում, չէ, ասում է դու ոնց կարաս սիրես Աստծուն, երբ որ չես սիրում մերձավորին։ Դրա համար ինքը երկու պատվիրանը իրար հետ է, որ իրար հետ է կապված։ Եթե դու ուզում ես, որ Աստծու հետ կապ ունենաս, դու մերձավորին էլ պետք է սիրես, ոչ թե մոլեռան sense բան անես։ Դրա համար ինձ համար անհասկանել են մարդիկ, որոնք 4-5-րդ դարում փախնում էին անապատները մարդկությունից հեռու ու ճգնում են, իրանք ինչպես պետք է փրկվեն։ Իրանք մեղքերից ազատվում էին, սուրբ էին դառնում։ Այսինքն քրիստոնյայի կյանքի իմաստը սուրբ դառնալը չի։ Վերցնենք, եթե մեր սրբերին էլ վերցնես, որևէ սրբի հարցնես, ասես դու սուրբ ես, ինքը կասի գժվել ես, ես ինչ սուրբ եմ։ Որովհետև քրիստոնյան չպետք է մտածի, նորից եմ ասում, սուրբ դառնալու, ինքը պետք է մտածի Աստծուն մոտենալու, Տիրոջը մոտենալու եւ սիրելու իրան։ Շատ դեպքերում դու կարող նստես կարդաս Աստվածաշունչը, չէ՞, կամ հայրերից կարդաս, ուզենաս ինչ-որ մի նյութի մասին բան հասկանաս։ Ու դու կարդում ես, աղոթում ես, բան ես անում ու մեկ էլ այնքան ես լցվում, պատասխաններ ա գալիս, որ դու հելնում ես, մեկ էլ ես միտ գնա աղոթի։ Դու արդեն այս process-ի մեջ Աստծո հետ զրուցելու մեջ ես։ Հասկանում ես, դու խոսում ես, դու Տիրոջ հետ տալիս առնում ես, լցվում ա հոգիդ, ասում ես գնա մի հատ էլ ոնց որ դու խնջույքից կերած խմած գալիս ես, sense լավ էլի, sense ախոժակ արդեն նոր մեկ էլ քեզ ասում են, գիտես ինչ ես մամայի փաշ ճաշնել պետք է եփես, ուտես։ Մամ, այսօր դե կներես էլի վաղը կուտեմ, ես կուշտ եմ, ու դու sense զոռով սկսում ես ուտել։ Առանց այս բանի, ինձ մենակ փորը տաուռում ու գիշերն չես քնում կարգին։ Միշտ կոպիտ օրինակ բերեցի, հասկանում ես։ Դրա համար երբ որ դու կարդում ես Աստծո խոսքը, խոկում ես, մտածում ես Տիրոջ մասին, հարց ես տալի կարդալու ժամանակ, դա աղոթք է։ Տաթևացին ասում է նույնիսկ եթե դու եկեղեցու համար բարիք ես անում, նվեր ես անում, դա էլ է աղոթքի ձև։ Որտեւ երբ դու անում ես, դու մտածում ես անեմ Տիրոջս տան համար։ Տեր ընդունի այս բանը, դու երբ որ այդ մտքով ես արդեն աշխարհում, դա աղոթք է։ Աղոթքը ինչի բացես կարդաս, վերջես պարտքս կատարեցի, աղոթքը սարեցի։ Հասկանում ես, ստեղ ամբողջը բանն է, Աստվածաշնչում պատվիրան չկա հավատա Աստծուն, ասում է սիրիր Աստծուն։ Որտեւ Աստծուն եկող արդեն հավատք պետք է ունենա։ Իսկ եթե դու հավատք ունես, ուրեմն դու պետքա սիրես, էսա կարևորը էլի, մենք էդի մոռանում ենք սիրո մասին։ Աճը դա Աստծու եւ մերձավորի հանդեպ սերն է, որ մենք ձգտենք այդ սերը, ու էդի նենց բան է, որ ինքը սահման չունի, հասկանում ես։
ինքը անդադ աճելու է ու որտեվ Աստված անհասանելի անսկիզբ անվաղ նենցա որ դու անդադ մտնելու ես ու Երանի հոգով աղքատները այդ վիճակն է որ դու անդադ աղքատ ես դու հագենում ես բայց աղքատ ես մնում դու հասկանում ես որ դու աղքատ ես բայց ելի ես ուզում հագենաս գնում հագենում ես մեկ էլ տեսնում ես ելի մի շերտ ասում ելի ես հագենում ու տանց անդադար ասում պետք է անդադ Տիրոջ առջև հավիտենականության մեջ մենք անդադ սովորելու ենք գիշեր ցերեկ սովորելու ենք եւ վայելելու ենք Տիրոջը էլի աճելու ենք հասկանում ես այդ process-ը կատարվելու եթե դու ստեղ չես սովորել ես հենց եմ ասում էլի երկինք մտնելու թիքետը տոմսը դա քո սերն առ Աստված եւ մերձավոր եթե այդ տոմսը այս կյանքը մեզ ինչի է տրված որ մենք սովորենք սիրել որտեվ այնտեղ մենակ սերն է լինելու հավատքն էլ եւ հույսն էլ չի ասում կգնան սերը կմնա դրա համար այդ սերը այդ բանն է եթե դու Աստծուն սիրելով մերձավորին սիրելով գնաս ուզում ես գեդինը քնի գլուխդ պատերին խփի ես իմ ինչ արա բայց սեր չունես ես չեմ ասում Պողոս Առաքյալն ասում մարմինս ինձ զոհեմ ես իմ ինչ անեմ բայց սեր չունենամ չի ասում հավատք ունենամ լեռներ տեղափոխեմ սեր չունենամ կոպեկի արժեք չի չունի դրա համար եթե այսա քրիստոնյա իսկ քրիստոնյան ինչա ինքը մտածում է ոնց պահ պահի ոնց ճկնի ոնց աղոթի ոնց այս բանը ոնց խաչակնքի եկեղեցուտեն զադնի տալով դուրս գա թե դեմքով դուրս գա ես իմ սենց բաներով է մտածում քրիստոնյան շատ պրիմիտիվ միշտ պրիմիտիվ հարցեր են տալի որ շատ ցավալի է Այո, դա էլ է պետք սկսնակի համար, բայց գիտես, երբ որ քո մեջ սեր կա, ես հետ եմ ասում էլի, ես հիշում եմ այդ որ գնում էի պատմել եմ հաղորդություն էի ստանում, այդ սերն էր Տիրոջ հանդեպ ինձ ձգտում, տանում։ Այդտեղ հասկանում ես, աղոթքի պահին ես չէի նկատում ոնց էր անցնում ժամանակը։ Մարդիկ խոսում են, գնում, գալիս են, շարժ կար, չէի նկատում, որտեղ միտքս Աստծո հետ էր, այդ ծառավն էր, որ այդ սպասում էի, որ հաղորդությունը առնես, հասկանում ես։ Այդ սաղ այդ process-ը երկում են, բան չէր նկատում, վերջի այդ պահ հաղորդվել, հենց ուրախանում էի, որ մոտենում է, չնայած ամբողջ պատարագին լացել եմ այն իմաստով, որ արժանի եմ, անարժան եմ, այ որ ես հեռացել եմ Աստծուց, այսօր ինձ տվել ես դու հնարավորություն մոտենամ, էլի, այդ ինչքան բան եմ, որ դու եկել ես իմ քո սերն ես առաջարկում, քո կյանքն ես դնում իմ առջև, ու ես ասեմ չէ, ասեմ ես պատրաստ չեմ, արժանի չեմ, Էդի ամոթա, հասկանում ես միտքը ինչա։ Եթե մենք սենց ենք ապրում, դու Երանի վիճակա ու աճելն էլ գիտությունն է, դու անդադ դու նոր բան կսովորես կարդալուց Տիրոջ խոսքը։ Էդի նես բանա, որ նայ փոքրիկ 4 ավետարն, անդը 27 գիրք է, կարդում ես ու անընդհատ այդ շերտերա բացվում, ամեն մեկին Աստված իր լեզվով խոսում է։ Հին ուխտն էլ ասում է, չէ, ասում է, օրենքը մեղքն է ցույց տալիս, բայց չի բուժում։ Այդ դուք մեղքը ցույց եք տալիս, բայց լավ, բուժումը ոնց է։ Մարդիկ կարող քեզից էլ լավ գիտեն, ինչ մեղքի մեջ են։ Բա բուժումը ոնց է։ Ինչպես ազատագրվեն այդ մեղքից, չի ասվում։ Ապաշխարեք, աղոթեցեք, մեղավորեք, դուք պետք է փոխվեք, օքեյ, ինչպես։ Օրինակ ասում են մի ծխի։ Ծխելը մեղք է։ Եթե վերցնենք մի պրիմիտիվ ձևով աղանդավորի կամ Աստվածաշնչի մեջ Պաբիլոսի մասին բան չկա։ Չէ, վերցնենք, կա ծխել, չէ։ Այն ժամանակ ծխախոտ չի եղել։ Չի եղել, չէ, մեղքներ ուրեմն եթե չի գրած, մեղք չկա, չէ։ Այո։ Սենց բանով մտածենք։ Էլավ, եթե դի մեղք չի, չէ, գիտես, էդի քեզ սպանում է։ Չէ, դու կամած սպանում ես։ Ասում եմ, օքեյ։ Այսօր քաղցր ուտելը չի սպանում։ Սպանում է։ Ինչու է շաքար ուտում կամ տորտ ուտում, քաղցր շոկոլադ ուտում, թեյդ քաղցր խմում։
Ճուշում ես ոնց հասկացա մեր Գայան քույրիկը վեսամ մեղքերի մեջ է հիմա։ Հա, մեզ մեղքի մեջ շոկոլադ բերեց։ Բանով եմ ասում, ասածս ինչա, որ այսօր լավ հայտարարում ենք մեղքա, մարդ կա օրինակ հոգևորականներ կա, եթե հավատացյալը գալիս է, հարցնում է դու ծխել ես այսօր առավոտ, հա, հաղորդություն չեն տալիս։ Այդ ծխելը օրինակ ինչն է, ծխելը դա դու բան ես, գերի ես դառնում, չէ՞, գերի ես, չես կամ, բայց հեշտ է ասել մարդուն մի ծխի։ Դա դժվար բան է մարդը դրանից ազատվել, բայց եթե նայես, բայց այսօրվա դրությամբ քրիստոնյա ինչու չեն ասում, պատարագի գալիս ես հեռախոս հետդ մի բեր։ Էդ էլա չէ, մի բան է, մենք գերի ենք դա։ Կախվածություն է, այո։ Կախվածություն է, չէ։ Վստահ եմ, այդ օր ասում եմ մի ծխեք, ինքը վստահ եմ անհնարին է ձեր գրպանի մեջ հեռախոս չունենա ու մի բուռել շոկոլադ չունենա ուտի հետ։ Ես ինչն եմ ուզում ասեմ, էլի պետքա տրամաբանական մոտենալ, էլի այդ ծխել չծոր, օրինակ խմելը։ Բա խմելը այդքան մեղ չի, հա, մի երկու բաժակ գցում ես, բայց երկու բաժակ գցում ես արդեն ուղեղդ մի քիչ մթագնում է, չէ՞։ Արդեն դու կարող ես adekvat չլինես։ Հիմա ծխելով մարդ adekvat է մնում, չէ՞, մի հատ քաշեց։ Ես չեմ հիմա արդարացնում գնացեք ծխեք, բան։ Լավ արիր ասեցիր, թե չէ մարդիկ կմտածեն ծխելու քարոզ ա գնում։ Ես ինչն եմ ասում, որ այո, ծխելը լավ բան չի։ Դա նամանավանդ, երբ որ դու ծխում ես, քո շուրջիններին թունավորում ես, մարդիկ քեզ ասում են մի ծխի, այն թքած ունի քո վրա, դա լավ բան չի։ Դրա համար ասածս այն է, որ երբ որ մարդուն անդադ մեղքից ենք խոսում, դե ծխելուց ես այս պահը էդի հիշեցի, ասի ուրեմն էս էլ մի թույլ տվեք։ Չէ, եկեղեցի թող չբերեն։ Մեկ քաղցր բան չուտեն, որտեվ քաղցրն էլ է սպանում, հիվանդություն առաջացնում, չէ, շաքար կամ տարբեր ուրիշ բաներ, գերանում, չաղանում են մարդիկ։ Դրա համար նորից պետքա մարդ իմաստուն լինի եւ Աստծո խոսքը կարդա, որով հավատքը կշատանա եւ սիրի Աստծուն եւ սիրի մերձանուն, սա է գրավականը։ Ինձ թվում է, երբ որ մարդ Աստծուն սիրի, այն ժամանակ ինքը շատ լավ կհասկանա, որ պետք չի ինքը ծխի։ Ինքը արդեն ինքը կգա այդ քայլի, որ ինքը իր ծխախոտը թարգի։ Տեսար։ Այդ պետք չէ այդ մարդուն ասես թարգի։ Դա ավելի օրինակ ասում են, դա սատանային խունգ վառելա, տարբեր բաներ են ասում, ցնում են, չէ՞։ Բայց մարդկա հիմա տկար են, իր տկարությունն է, չէ՞, դա, բայց նորից ասեմ, եթե դու չես ծխում, բայց շոկոլադ ես ուտում, սիրում ես։ Այդ դրանից էլ խոսք, այսինքն դրա համար եմ ասում, էլի ծխող մարդկանց կարելի է որոշ բանով հասկանալ, որտեվ դա իրոք թույն է, դա մի բան է, որ մարդը դժվար է ազատել, նման որ ինքը 40 տարի կամ մանկությունից էսիմ ծխել է։ Չէ, 1000 բան կա, դրա համար հակառակը պետք է օգնել մարդուն։ Ես միշտ sense եմ ասում ոչ թե դու չես կարում թարգել։ Հարց եմ տալիս, դու ուզում ես թե չէ, 90%-ը ասում են չենք ուզում։ Մարդ որ ուզենա, ինքը կարող է անի։ Նույնը որևէ բաների մեջ մեղքերից ազատվելու, մարդ եթե ուզենա ազատվի, ինքը չի ուզում, իրան հաճելի է այդ վիճակը։ Տենց էլ հավատացյալներին հաճելի է ասենց անարժան լինելը, որտեվ դա պարտականություն չի, ինքը կարա այն բան անի, դրանից բան անի, դե ես մեղավոր եմ, անարժան եմ, ինձնից ինչ եք սպասում, մենակ Հիսուսն է անմեղ, մենակ սրբերն են անմեղ, ես ինչ անեմ, ես պարզ մեղավոր եմ, սրանով ինքն իրան արդարացնում ու տենց միշտ ապրում ասենց, անկապ կյանք էլի։ Քրիստոսի են խոսքերը, չէ, Լաոդիկե եկեղեցուն ուղղված ասում է, ոչ սառն ես, ոչ տաքն ես։ Գոնե սառն տաք ելներ, բայց որ դու գարջ ես, ասում ես կփսխեմ քեզի։ Սառը, գիտես, մարդ որ մեռնում է, ինքը սառն է։ Մարմինը դառնում, չէ։ Դե առողջ է, ջերմ է ինքը։
Բայց երբ որ մարդ քնում է, ինքը բանա ջերմությունը իջնում է, հա? Ոչ տակա, ոչ սառնա։ Դրա համար ինչ ասում, մեղքերի մեջ քնած վիճակա։ Դրա համար դու որ ինքդ քեզ խաբում ես, որ դու քրիստոնյա ես, բայց մեղքերի մեջ քնած ես, ասում ես քեզ կփսխեմ։ Տիրոջ խոսքն է ասում։ Դրա համար մարդ քրիստոնյան պետք է հասկանա, եթե ինքը քրիստոնյա է, եթե ինչ-որ մեղք ունի, ինքը եթե ուզենա կազատվի։ Տիրոջը կանչելով, չէ՞ որ ասում է, օրինակներ վերցնենք։ Բանի Քրիստոսը չէ, ինչքան մարդիկ մոտեցել են, ինքը բուժել է։ Կուզիկ, կույր, խուլ, թոփալ, մեռել, ինչ ձևի մարդ դիվահար, բուժել է։ Ինչու որտեղ մարդ եկել է ասել է, Տերը ինչ ասել, քո ինչը փրկեց քեզ, վստահել ես, հավատացել ես, որ ինքը կբուժի ու եկել ես իրան։ Իսկ եթե քո հոգը չի, դու չես վստահել, չես հավատացել, չես էլ գնա։ Եվ հակառակը չես ուզեցել ազատվել, չես էլ գնա դիմես։ Դրա համար այն մարդիկ, որոնք այն ժամանակ Քրիստոս ցույց էր տալ այդ ֆիզիկական մեղքերի համար, հիվանդությունները, այսօր այդ ինքը բուժում է այդ հիվանդությունները, մեղքի հիվանդությունները։ Հասկացա՞ր Արտուր։ Այսինքն եթե դու ունես մեղք կամ բռնված ես ինչ որտեղ բանով, եթե դու դիմես Տիրոջը, իրոք հավատքով ուզենաս այդ բանը լինի, դու կազատվես այդ բանից։ Իմ հետ դա եղել է այդ հրաշքը։ Իմ հետ այդ հրաշքը եղել է, ես շատ ծանր հիվանդ էի, COVID-19 է, ու նենց էր ստացվել, որ ես իրոք 40-50 օր պարկած էի ջերմության մեջ, թոքաբորբով, հետո բժիշկը ասեց գնա ստուգվի նորից, գնացի արյուն տվեցի, նորից թոքերս նկարեցին, բժիշկը զանգում է, դեկտեմբերի 24-ի առավոտը սաղ ստուգումները տվել եմ, ցերեկը զանգում է, ասում է գնա հիվանդանոց, ասի հա, բայց հեսա Christmas է մեր մոտ սկսում ստեղ Սուրբ Ծնունդ ասա, հիվանդանոցները փակեն, ասեց գնա մտի emergency բաժանմունքում, քեզ սպասում է պրոֆեսորը, որովհետև քո անալիզների պատասխանը եկել է, դու շատ վատ վիճակում ես, ես ստիպված եմ քեզ հիվանդանոց ուղարկեմ։ Գնում եմ, ինձ պարկաստում են, մեքենաները միացնում են վրաս, ասում եմ, իսկ ես երբ կարամ տուն գնամ, ես երեխեքիս խոսք եմ տվել, որ գիշերը 12-ին տանելու եմ պատարակ, այստեղ մեզ մոտ կաթոլիկ եկեղեցում, որպեսզի Սուրբ Ծնունդը նշենք։ Ասեց հա դու լտես միջև գիշեր 12-ը սաղ ես մնում, որ մի հատ էլ խոսք ես տալի։ Դու սկիչ մենք չգիտենք քո հետ ինչ ա կատարվում, քո անալիզի պատասխաններն են, մենք զարմանում ենք դու ոնց ես եկել ասես այդտեղ։ Ես պարկում եմ, իրանք ինձնից արյուն են վերցնում, ես պարկած աղոթում եմ, ասում եմ Տեր ջան, եթե քո կամքն է, որ ես պետքա իրոք լքեմ այս աշխարհը, թող տենց լինի, ու աղոթում եմ, այսինքն ոչ թե աղոթում եմ, խնդրում եմ, որ ինքը ինձ փրկի, այլ ինքան որ զրուցում էի Տիրոջ հետ, մոտ 1.5 ժամ միջև իմ անալիզի պատասխանը եկավ։ Գալիս են մեքենաները ինձնից անջատում են, իսկ թվաց ես մահացել եմ, կողքից նայում եմ, թե ոնց են ինձ անջատում այդ բաները, ես երևի չկամ այլևս։ Ասում եմ գնա տուն։ Ասում եմ ոնց գնամ տուն։ Ասում եմ հա դու մեզնից առողջ ես։ Ասում եմ նոր ասում եք մեռնում եմ մի ժամ առաջ։ Ասում եմ դու գնում ես եկեղեցի, չէ՞, Քրիսմասը նշելու, ասում եմ հա, դե գնա քո Քրիսմասը նշի։ Դե փարկասու։ Դե էսի նես բանը դու չես կոնկրետ էտել չես խնդրել, որ ինձ բուժի, կարող է խնդրել ես, որ երեխեքիս հետ լինեմ, բայց Տերը ողորմած է, ինքը ողորմած է, այո, փրկվա, ասում եմ 1 ժամվա մեջ հրաշք եղավ իմ համար։ Դրա համար Արտուր ջան, նամանդ քրիստոնյան ինքը պետքա իր հոգու փրկության, եթե մեղքի մեջ է ինքը տեսնում է իրան, մեղքա տեսնում։ Ինքը եթե իրոք անկեղծ խնդրի, Տեր ինձ բուժի, այս միջակից հանի, Տերը կբուժի։ Այն բանի եւ ինքը բուժում է այդ մեղքը հանում է, ոչ թե մի կեսը հանում է, կեսը թողնում է։ Մարիամ Մագդաղենացուց չէ, ասում է 7 դևեր հանե։ Այն երկուսը չհանեց կամ 6 հատ անեց, այդ թող մեկը մեջը մնա, դու տառապի հելը, որ հիշես, որ դու մեղավոր ես։ Չէ, ինքը հանեց, ինքը կատարյալ է բուժում։ Այ այս հիմա այս ձեր խոսքի վրա նորից դա ասեմ, պատկերացնում եք, ասենք բժիշկը ինձ մի 2 շաբաթ հետո նոր տարվա այդ տոները անցավ, ուղարկում է թոքերս նկարելու, որպեսզի տենա թե իմ թոքաբորբը ինչ վիճակում է, թոքերս նկարում են ու ասում են դու թոքաբորբ չես ունեցել։
Ասում եմ ոչ չեմ ունեցել, իմ նկարը ցույց եմ տալի, ասում եմ նայեք, ասում է չես ունեցել, ասում է հնարավոր չի, ասում է տենց հիվանդ է, սենց երկու շաբաթվա մեջ բուժվի։ Ես ամբողջովին ապակինվել էի։ Հիմա ձեր ասածի ոնց որ ասում եք կիսատ պրատ չէր, ամբողջովին ես ապակինվել էի, այո, փառք Տիրոջը, փառք Աստծո, ես ամբողջովին մի անգամից ապակինվել էի, ես էլ Սրանից հետո դու կբարկանաս։ չէ, Միշտ հիշի։ ախ, Տերը թողների, ինչ անեմ, ուղղակի այդ միակ բանն է, որ դեռ չեմ կարող ազատվեմ, ծխելուց էլ եմ ազատվել, ամեն բանից ազատվել եմ, մենակ այդ բարկությունն է, որ չեմ կարողանում ինձ տիրապետ եմ ասենք, որ բարկանում Պետք է հիմա այստեղի խոսակցություն չի, պետք է գտնես հետևյալը, ինչն է քեզ այն տրիգերը, որ քեզ բանանում, այդտեղ սկսես մտածել լուծում տաս։ Աճը շատ կարևոր է, իսկ աճը ոչ թե դու քանի ուխտագնացություն ես գնացել, Երուսաղեմ քանի անգամ ես եկել, ուր ես գնացել, որ հայ սուրբի հետ ես շփվում կամ Տեր հայրի հետ, հա, ուր ես եղել, այդ դրանով չի աճը։ Հետաքրիր մի բան էլ կա, ասեմ, առաջի Կորինթացիներին, առաջի գլուխ 27 համարն է, 27 համարից 31-ը։ Նա ինչ հետաքրիր բան ասում, բայց Աստված ընտրեց այն, ինչ որ այս աշխարհը հիմար է համարում, նրանով իմաստուններին ամոթով թողնելու համար։ Ընտրեց այն, ինչ որ այս աշխարհը տկար է համարում, նրանով հզորներին ամաչացնելու համար։ Եվ ընտրեց այն, ինչ որ այս աշխարհն անարժեք, արհամարելի է, ոչնչություն է համարում, նրանով այս աշխարհի մեծությունները ոչնչացնելու համար։ Եվ այս նրա համար, որպեսզի ոչ մի մարդ չպարծենա Աստծո առաջ, որտև Աստված ձեզ բերեց, միացրեց Քրիստոսին, եւ մենք Քրիստոսով ճանաչեցինք Աստծուն իմաստությանը եւ գտանք մեր արդարությունը, սրբությունն ու փրկությունը, որպես ինչպես գրված է մարգարության մեջ, որ պարծենում է, թող Տիրոջով պարծենա։ Այսինքն սրանով ցույց է տալի, որ Աստծո առաջ բոլորը հավասար են, ինքը չի նայում դու հազոր ես, հարուստ ես, ուժեղ ես, խելացի ես, իմաստուն ես։ Ինքը տկարներին ընտրեց, առաքյալներին չէ, ընտրեց, որպեսզի ցույց տա, ես այս ձևի մարդկանց հպարտներին հակառակ եմ, խոնարհների մեջ եմ բնակվում։ Այս աշխարհի միտեղ էլ է, չէ՞, ասում աշխարհի ոչնչությունն եք դուք, էլի, sense ձևով կարծեմ սս բառերել կա։ Այսինքն սրանով ոչ թե մեծերին է արհամարում հարուստներին, որտեղ հարուստ քրիստոնյաներ կային, իմաստուն մարդիկ կային։ Այս այն է ուզում ասի, որ նրանք, որոնք իրանց հարստությամբ են պարծենալ, հասկացար, որ իրանք գիտելիքով են բան արել։ Դրա համար Տերը ցույց է տալի, ես նրանց ընտրեցի, եւ սրանք իմաստուն դառան Աստծով, որպեսզի պարծենան Տիրոջմով, որ Տերը փառավորվի։ Ոչ թե որ դու խելացի ես, դու ես որ կաս, էլի հարուստ ես, դու ես որ կաս, չէ։ Էսա, որ մենք նորից քրիստոնյաները պետք է Աստծո խոսքը գիտությամբ աճեն, որ հավատքը զորանա եւ սիրով մեծանան, աճեն, որտեվ ի վերջո, երբ որ բարձրանալու ես այն բան կա, չէ, օթապարիկները, որ բարձրանում են, չէ, իրանց հետ ծանր ավազներ են, չէ, պարկերով տանում։ Հենց որ արդեն տկարանում է, սկսում է դանդաղ, սկսում են ավելորդ բաները կտրել գցել։ Երբ որ Տիրոջ սլանանք, այդ շատ այն ինչ-որ բաներ կա, մենք ազատվելու ենք, նույնը հավատքը, հույսը եւ մնալու է այդ սերը, այդ շարժիչ ուժը, այդ տոմսը, որով մենք մտնելու ենք այնտեղ։ Եթե մենք ստեղ չենք սովորում սիրել, այնտեղ չենք մտնելու։ Այնտեղ չի անցնելու, Տեր, ես պահեցող եմ եղել, ես ճգնավոր եմ եղել, տարին քանի անգամ ծոմ եմ պահել, դա չի անցնելու։ Այնտեղ չի անցնելու այդ բաները, էլի։ Որտեվ Տերը ինքն էլ 40 օր ծոմ պահեց, իրանից շատ չենք պահի, ինքը աղոթում էր, իրանից շատ աղոթող չենք լինի, Տաթևացին էլ ու ոսկեբերանն էլ հետաքրիր բանն է ասում է, կարծեմ ոսկեբերանը ասում է, Տերը չասեց եղեք աղոթող ինչպես ես, պահեցող ինչպես ես,
կուսակրոն որպես ես, այ ասեց եղեք ողորմած, ինչպես ձեր հայրն է երկնավոր։ Ողորմությունը դա սիրո արտահայտությունն է։ Եվ սիրո արտահայտությունը սամարացու առակն է, չէ՞։ Այն երկուսը անցան Փարիսե բանը քահանան ու Ղևտացին անցան, չէ՞։ Այսինքն ուզում ասի հին օրենքը մարդուն չկարողացավ փրկել։ Բարի սամարացին Քրիստոս ինքը եկավ փրկեց, որը սիրո բանն է։ Նա այդտեղ հետաքրիր բան կա, մարդը վստահ եմ գործով ինքն էլ էր, չէ՞ գնում։ Բայց ինքը կանգնում է, նրանք էլ էին շտապում, գնում էին բանի, որտեվ ինչքան հիշում եմ Երիքովում կարծեմ սուտ չխոսամ, քահանաների տներ կար, ապրում էին, իրենք գալիս էին Երուսաղեմ։ Ինքը գալիս է ծառայության, շուտ ես բոմժ ես, կեղտոտ, մեղավորը, ուրեմն ինչքան մեղքեր է գործել, որ Աստված իրան խփել է կամ թույլ է տվել, որ սենց բան լինի, սենց առհամարած անցան։ Իսկ այս մարդը գործով գնում է, գալիս օգնում է Քրիստոս այդ մարդուն։ Հələ տանում է դնում է այդ պանդոկ, հա, հյուրանոց, այդ բանը դա սիրո արտահայտություն է։ Ես այդ մարդուն կարող եմ կյանքում չտենամ, բայց սիրո գործը անեմ անցնեմ, որտեվ այդ չես կարա դու չանես։ Ասանք բաներ Արթուր ջան, հուսամ հարցերիդ պատասխան եղավ։ Շատ լավ պատասխանեցիք, հայր Սուրբ ջան։ Մենք իրոք շատ մեծ կարիք ունենք, շատ մեծ սով ու ծարավ ունենք Աստծո խոսքի եւ վարդապետության։ Ես շատ շնորհակալ եմ, որ դուք մեզ այս ծարավը գոնե ինչ որ չափով հագեցնում եք։ Աստված թող միշտ օգնական ու պահապան լինի ձեզ, օրհնի ձեզ, առողջ լինեք, որ միշտ մեզի սենց գեղեցիկ վարդապետություններ տաք։ Ակալություն, փառք Աստծո ամեն բանի համար։ Տիրոջ շնորհով է, որ այս բանը հնարավորությունը կա, էլի, նայեք, այս ինտերնետ կոչեցյալը, չէ, մարդիկ վախենում էին ինտերնետից, բայց այս էլ այսօրվա ձևն է, կարելի է հնարավորություն կա Աստծո խոսքը կիսվելու, տարածելու, Աստված քեզ էլ օրհնի եւ ազատագրի այդ վիճակներից բարկության տանող եւ բարկությունը հետևանքներից։ Աստված օրհնի, ամենայն բարիքներ։ Շնորհակալություն, ստեսություն, հայր Սուրբ ջան։